Բարև Օլիմպոս։ Ողջունում ենք բոլորիդ, մենք սկսում ենք սպորտային ոդքասթ, որի ընթացքում անդրադառնալու ենք հայկական սպորտի հաղթանակներին, վեր ենք լուծելու խնդիրները եւ փորձելու ենք հասկանալ պարտությունները։ Եվ մեր հյուրերը լինելու են մեզ պես սպորտը սիրող, մեր մարզիկների հաջողություններով ուրախացող մարդիկ, ինչպես նաև հենց այդ հաղթանակները կերտողները։ Խոսելու ենք ֆուտբոլից, մեր հյուրը ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ճանջոյանն է, ողջունում ենք քեզ մեր տաղավարում, դու մեր առաջին հյուրն ես։ Բարև ձեզ, ուրախ եմ ձեզ հյուրընկալվել եւ բարի երթ ձեզ։ Շնորհակալ ենք, ոդքդ ինչպես ասում են թեթև լինի։ Սերգեյ, օրերս կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մամուլի ասուլիսը։ Տարիներ շարունակ նման բան չէր եղել, շնորհավորում եմ բոլորիս։ Վերջապես երևի ՀՖՖ-ն ուզում է բաց աշխատել։ Վստահ եմ նայել ես ասուլիսը, քո կարծիքը խնդրեմ։ Ճիշտն ասած, ես շատ դրանում վստահ չեմ, քանի որ այդ նույն բառերը 2019 թվականին ընտրվելուց հետո Արմեն Մելիքվեկյանը մեկ անգամ բոլոր լրագրողների առջև խոստում տվեց, որ մենք շատ բաց ենք լինելու բոլոր լրագրողների համար, արդար չի լինի, որ ինչ-որ մի լրագրող իմ հեռախոսահամարը գտնի, կապանի մյուսների համար հասանելի չլինի։ Դրա համար մենք շատ հաճախ ասուլիսներ ենք տալու, բաց ենք լինելու, կարծում եմ երեկվանից հետո, որ ամբողջ ընթացքում հրաժարականի մասին էր խոսք գնում, նա դա չի անի եւ մենք ամեն դեպքում հաճախակի չենք տեսնի ասուլիսներ, իսկ ընդհանուր առմամբ այնպիսի տպավորություն էր, որ ոնց ինչ-որ հաղթական կեցվածքով են եկել նստել, ոնց որ մենք շատ լուրջ, մենք ենք վրացիներին այդպես տենց խոշոր հաշիվներով հաղթել, մեր մոտ ֆուտբոլը, չգիտեմ, ծաղկում է եւ տենց եկել նստել էին, ասեք ինչ կա, մենք բոլոր հարցերին պատրաստ ենք պատասխանել, բայց ընդհանուր առմամբ ոչ մի հարցի էլ կոնկրետ պատասխան չտրվեց։ Կամ եղավ այն, ինչ որ մենք բազմաթիվ անգամ լսել ենք, կամ ինչ որ փոքր sense խոսքի փոփոխություններ կամ խոսքից կախվել, որը իրականում սպասելի էր, այդ ասուլիսի ամբողջ ընթացքը սպասելի էր։ Գիտես ինչ տպավորություն էր, որ իրենք շատ լավ են աշխատում, շատ լավ, մենք բոլորս չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել այդ աշխատանքի արդյունքները եւ միայն փնովում ենք, չգիտեմ, իրենք այդպես էլ ասեցին, մեդիա-արշավ կա իրենց դեմ, մարդիկ հատուկ ամեն ինչ անում են, որպեսզի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնին արժանանա, նշեց, որ անգամ երազողներ կան այդ պաշտոնին եւ ու ինքը հիմնականում նախընտրում էր խոսել այն բաներից, ինչ իրենց մոտ լավ է ստացվում ֆուտզալի հավաքականի հաջողության մասին եւ Վրաստանի հետ համատեղ աշխարհի երիտասարդական առաջացան հայտի, որը դեռ չի հաստատվել։ Կարծում եմ այդ մասին կխոսենք, բայց տեսեք էլի ընդհանուր առմամբ ինչի մասին էր ասուլիսը։ Նույն մենք դե բազմաթիվ անգամ անդրադարձել ենք նրանց ձախողումներին, նույն Մելենդեսի ծրագրի, մանկապատանեկան ֆուտբոլի, ֆուտբոլային դաշտերի նա ինչ ասում, Մելենդեսի ծրագիրը այժմ օգտագործում է։ Որոշակումն է, այդպես ասեց, որ մարզ չի անում, մարզիչներ, տեսեք, ես օրինակ, այս ամեն ինչից հետո սպասում էի, որ մի անգամ տղամարդավարի պետք է կանգնեն, ասեն, գիտեք ժողովուրդ, այո, այս մի բանը չի հաջողվել մեր մոտ։ Գիտեք, ստեղ մենք ունեցանք ձախողում բերեցինք, ռեսուրս օգտագործեցինք եւ ակումբները չօգտագործեցին այն։ Դե իրենք պարզաբանում են մենք հո չենք կարող ստել ակումբներին։ Խոսքի մեջ հետաքրքիր բան ասես, այն կայքը, որ Մելենդեսի ամբողջական մարզումային մշակած process-ը այնտեղ էր գտնվում։ Դե հասկացանք մի պայծ, որ մարզիչները դա չեն օգտվելու, կայքին ուշադրություն չդարձրինք, թե ինչ որ արտահայտություն արեց, այն ֆլեշկաներ օգտվեցինք։ Այն պարագայում, որ այնքան այն աստիճանի չեն օգտվում, ոչ մի քիչ հետաքրքրում այդ մարզումային ծրագիրը, Մելենդեսի ծրագիրը, որ կայքը անտերությունները մատնված, դոմեյնը դուրս էր եկել վաճառքի, դոմեյնը մենք ուղղակի ձեռք բերեցինք, որ տենց ուրիշ ինչ որ մեր հարևաններից կամ չգիտեմ չարախնդացողներ չվերցնեն, ծաղրուցանակի չենթարկեն։ Սերգեյ, քեզ ինչու է այս ամեն ինչը այսքան վատ։
Այդ մարդիկ չեն հասկանում իրենց արածը։ Թե մենք իրենց չենք հասկանում ի վերջո, տպավորություններ, որ չենք հասկանում։ Կետ կա, բարձ դարձավ, մենք ինչքան պարտվենք, ինչքան անհաջողության մատնվենք, նրանք իհարկե խո պետք է այդ բառը օգտագործեն, կռուտիտ։ Այդ բառը դա նրանց մոտ միշտ օգտագործվելու է եւ ցանկացած անհաջողության դեպքում նրանք երբ որ խոսան հանդես գան, դա լինելու է, կարող էին նրանք ուրիշ ճանապարհով գնալ, կարող էին ոչ ստանդարտ մի քայլ իրականացնել։ Օրինակ։ Դե ասեն, գիտեք ինչ կա, մենք SSS կտորներով ձախողել ենք, մարշի հարցը, Ռաուլ, նրանք ֆիքսվեցին, բա Ռաուլը եղել է, բայց ոչ նույն Նիկողոսյանը կամ նույն Մելիքվեկյանը նոր մարշի մասով իհարկե խոսացել են, ես ցավում եմ, որ սպորտային լրագրողները դա առանձին խնդիր է, որ մեր սպորտային լրատվական դաշտը իր հերթին գտնում է անկման մեջ եւ չեղավ սպորտային լրագրողներից հստակ հարցեր։ Նույն Արմեն Մելիքվեկյանը տարեվերջյան ասուլիսին հայտարարում էր. մենք ունենք նոր ծրագիր, ասուլիսին չէ եւ տարեկան ժողովին կներեք, հայտարարում էր մենք ունենք ծրագիր, այսուհետ պետքա գա թիմ, ոչ թե մի մարզիչ, այլ պետքա գա մարզիչներից կազմված թիմ, ովքեր ռազմավարական առումով վերցնելու են իրենց վրա բոլոր տարիքային հավաքականների մարզման process-ը եւ ազգային հավաքականը։ Նույն ժամանակահատվածում Արմեն Նիկողոսյանը հայտարարում էր. մենք եկել ենք այն եզրահանգման, որ այսուհետ նույն Պետրակովի կապարոսից հետո, որ այսուհետ պետք է մեր մարզիչը լինի երիտասարդ։ Դա վերջի մարզիչները մեզ ինչ տվեցին փորձ, որ մենք հասկանանք ինչն է մեզ պետք։ Մեզ պետք է քաղց ունեցող, ֆուտբոլային սով ունեցող մարզիչ։ Մի բան էլ հավելեմ, մարշի հետ կապված, չես կարծում, որ ի վերջո մենք արդեն հայ մասնագետի կարիք ունենք, որովհետև արտասահմանցի մասնագետները գալիս են, ելի ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասնում, մի բան էլ հավաքականում էլ ավելի վատ մթնոլորտ է առաջանում, ոչ կարգապահ են դառնում եւ ի վերջո թողնում են, ավարտում են իրենց աշխատանքը եւ առանց սրտացավ որևէ մոտեցման հեռանում։ Այո, իհարկե, ես բազմաթիվ անգամ եմ ասել, որ տեղացի մարզիչը այս պարագայում իդեալական որոշում կլիներ, քանի որ հավաքականը ունի մթնոլորտային խնդիր եւ Եղիշե Մելիքյանը այն մարզիչն է, որ հասունացել էր նրա հավաքականում դիտարկելը։ Եղիշե Մելիքյանը կարող էր որոշակի դրական արդյունք, չեմ ասում, որ դիսպասին Եղիշե Մելիքյանով մենք հաղթարել ենք աշխարհի առաջնություն եւ այլն։ Ոչ, մենք ինչպես հիշում եք 2015 թվականին Ռուբեն Հայրապետյանի դեմ, երբ որ սկսում էինք էլի հրաժարականի process, մենք պահանջում էինք պրոֆեսիոնալ մարզիչ, ով մարզչական ճանապարհ անցած կլինի, փորձ կունենա եւ այլն։ Բայց հիմա, քանի որ այն ժամանակ չկար Հայաստանում նման հայ ազգի մարզիչ, հիշում ենք ում էին գլխավորում, մեր սիրելի ֆուտբոլիստներին, ովքեր լեգենդներ են մեր համար, Արթուր Պետրոսյան, Սարգիս Օսեփյան, բայց նրանք մարզչական ընդհանրապես ճանապարհ չունեն։ Բայց հիմա կարծում ենք այդ օրը եկել էր, հասունացել էր, իհարկե նրանք չէին գնա այդ ճանապարհով։ Բայց ինչը որ Եղիշե Մելիքյանն ու ՀՖՖ-ն կարծես լավ հարաբերություններ չունեին, ինչպես էիք տեսնում, որ կներեք, այդ հարցին կանադրան ընդհանուր եկեք հասկանանք։ Ինչուները հասկանանք։ Արմեն Մելիքվեկյանը հայտարարում է, որ գալու է թիմ, ոչ թե մի անուն, ով զբաղվելու է հավաքական ծրագրով են իրենք մոտենալու այս հարցին։ Իսկ Արմեն Նիկողոսյանը հայտարարում է, որ X չափորոշիչներով ոչ են եղավ, ոչ են։ Ինչն էր խնդիրը, լրատվական միջոցները չհարցրեցին այդ մասին։ Եղավ հարցադրումը Ռաուլի հետ կապված։ Իսկ ինչու հիշում ենք մեր մարզիչը վերջին հարցազրույցի ընթացքում հայտարարեց փետրվարի վերջին իմ հետ կապնվել։ Ինչու է պատասխանատու խաղերից ընդամենը
շաբաթները առաջ են կապնվել այն պարագայում, որ մենք 4-5 ամիս մարզիչ չենք ունեցել։ Իսկ չես կարծում, որ դիմել են տարբեր մասնագետների ու բոլորից մերժում են ստացել, որովհետև իրական Հայաստանի հավաքական այն մակարդակի թիմ չէ, որը ստանձնելով դու որևէ մասնագիտական առումով աչք ունենաս կամ հեղինակությանդ վրա չազդի։ Մի մասն է, բայց մյուս մասը մենք ակնկալում ենք անկեղծություն։ Ես ինքս կարծում եմ, որ նրանք վերջի ամսով են բերել, որ գումար խնային ուղղակի, մի քանի ամսվա գումար խնային։ Ռեալ, ես Հիմա մեզ էլի կասեն դուք մեղադրանքներ եք հնչեցնում։ Դա մեղադրանքներ չի, ես գիտեմ, որ ֆեդերացիայում ֆինանսական ծանր վիճակ է։ Ես գիտեմ, որ Ինչ վիճակ, ես ինչեր գիտեմ, գիտես։ որ նրանք ուշացնում են նույնիսկ մրցավարների աշխատավարձը։ Իսկ դա խոսում է այն մասին, որ չգիտեմ, պատկերացնում եք, չէ՞, թե մրցավարների աշխատավարձը ժամանակին չեն տալի, դա ինչ հղի հետևանքներ կարող է ունենալ։ Բայց գիտես, Սերգեյ Մելիքբեկյանը հայտարարեց ասուլիսին, որ ամենաշատն են հարկ վճարել նախորդ տարվա ընթացքում 1 միլիարդ դրամ, եթե չեմ սխալվում, մոտ այդ չափի գումար նշեց, որ գերազանցել է բոլոր նախորդ տարիների, նախորդ ՀՀ ղեկավարությունների։ Բայց միգուցե նրանք չնշեցին կարևորը, որ ծախողել են կառավարումը, ծախողել են այն իրավիճակը, որ կա այս պահին, ծախողման արդյունքում եկել են ինչ-որ մի կոլապսի։ Ֆինանսականն էլ է դրա թվում։ Իհարկե ֆինանսականն էլ իր հերթին։ Դու նշեցիր մրցավարների խնդիրը, որից ես ենթադրում եմ գալիս են արդեն պայմանավորված խաղերը, որի մասին Հայաստանի առաջնությունում այսպես բոլորն են խոսում, որ կան պայմանավորված խաղեր։ Բայց Մելիքբեկյանը ասաց, որ սրա դեմ են պայքար տանում։ Ինչու մենք չենք տեսնում այդ պայքարը կամ դրա պտուղները։ Մելիքբեկյանը ասաց, որ կան քրեական գործեր, որ պայքար են տանում։ Այդ ամենի մասին նա խոսացել է 2021 թվականի տարեկան ժողովի ընթացքում։ Նա նաև շեշտեց, որ վաղեմության քրեական գործեր կան, բայց հստակ ոչինչ չասեց ԲԿՄ Գանձասար խաղի մասին։ Ասաց մենք այնպիսի թուղթ չենք ստացել, որ քրեական հետապնդում պետք է հարուցել, բայց ես կարծում եմ այդպիսի թուղթ չկա էլ։ UEFA-ն թուղթ է ուղարկում, որ կասկածելի խաղ կա, դա չէր քեսնա։ Իսկ ամենակարևոր պահը այստեղ, որ այդ կասկածելի խաղը եղել է նրանց մի թմի դեմ, որ նրանք այսպես փայփայում են ամեն անգամ, ասենց թող ինչի գլուխ են գովում այդ պրոյեկտի շուրջ, ԲԿՄ-ի։ Այդ գումարը եղել է հենց ԲԿՄ Գանձասար խաղին ըստ հրապարակումների եւ պատկերացրեք մի իրավիճակ, երբ 18 տարեկան տղան խաղում է թմի դեմ հերառաջնությունում, գոլերի հեղինակ է դառնում եւ հետո այս աղմուկն է բարձրանում։ Նա պատկերացնում եք, նրա վիճակը, նա չի հասկանում ինքն է հասել արդյունքի, թե ինչ որ մեծ խաղի մի մաս է դառել ու ամենավատ կարելի ասել երևույթը կոնկրետ այս միջադեպի հետ կապված, որ օրեր անց կամ շաբաթներ անց Գանձասարը գիտենք, Վլադիկ Առաքելյանի ակումբն է, նույն ֆուտզալի խաղին նրանք միասին գնում են ֆուտզալի հավաքականի խաղ, Արմեն Մելիքբեկյան, Արմեն Նիկողոսյան, Վլադիկ Առաքելյան։ Հիմա չստացվի, որ ես այսպես ՀՖՖ-ի պաշտոնյաների պաշտպան եմ հանդես գալիս, բայց նրանք ասեցին Հայաստանը այնքան փոքր է, որ հաստատ մեկս մյուսին ընկեր կլինենք։ Հիմա ես իմ ընկերոջ հետ գնացել եմ խաղ նայելու։ Հա, բայց միևնույն ժամանակ տեսեք ինչ է կատարվում։ Մարդ, ով շատ հնարավոր, ասենք կասկածյալ է, որ պայմանավորված խաղի մասնակից է դառել քո կազմակերպած պրոյեկտի ԲԿՄ-ի դեմ, դու նրա հետ գնում ես, այդտեղ ընկեր լինելը կամ նույն Արմեն Նիկողոսյանը այդ արտահայտությունը, որ արեց մի, չգիտեմ, առաքինի մարդ, նույն ինչ է բացատրում ակադեմիայում իր եղբոր որդու նշանակումը, նա ամենացածր աշխատավարձ, հետաքրքիր եղբայր ամենացածրն է, իսկ եղբոր որդին ֆեդերացիայում շատ լուրջ կազմակերպչական հարցերով է զբաղվում, էլի քիչ աշխատավարձով։ Եվ
Արմեն Մելիքյանն էլ հավելեց, որ նա ֆանտաստիկ մասնագետ է եւ այլն։ Նաեւ մի արտահայտություն արեց 93 աշխատակից բոլորին միթե 93 աշխատակցի մեջ չկար մարդ, ով հասունացել էր եւ կարող էր զբաղեցնել դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Միթե դա անհարգալի վերաբերմունք է սեփական աշխատողների նկատմամբ եւ այդ դեպարտամենտը ոչ թե թափուր է եղել այնտեղ նշանակում են արել, այլ ստեղծել են դեպարտամենտ, զերոյից ստեղծել են մի դեպարտամենտ միջոցառումների կազմակերպում, որը նախկինում երբեք չի եղել։ Տենց բան չի եղել, հորինել են այսինքն դա։ Ոչ թե մարդն է եկել պաշտոնին, այլ պաշտոնը ստեղծվել է, որ համապատասխան մարդը գա աշխատելու։ Գա աշխատելու։ Այս միթե ֆեդերացիայում չկար մարդ։ Ես գիտեմ, որ ֆեդերացիայում աշխատում են 7 տարի, 8 տարի, 10 տարի եւ ավել աշխատակիցներ։ Միթե չկար մարդ, ով աստիճաններով հասել էր այն մակարդակի, որ դառնար դեպարտամենտի ղեկավար։ Չկար երևի եւ նշանակեցին իրենց հարազատ մեկին, ով շատ լավ միջոցառումներ է կազմակերպում, ինչ միջոցառումներ ֆուտբոլում չգիտեմ, ես վստահ եմ, որ մինչ այս երբ որ այդ բաժինը չի եղել, ֆեդերացիան շատ նորմալ կազմակերպել է միջոցառումներ։ Ես գիտեք ինձ մոտ ինչ տպավորություն ստեղծվեց ասուլիսից, որ ինչ հարցել որ տաս, իրենք պատասխանելու են այն, ինչ որ ուզում են։ Եվ այդ դեմքի հանգիստ արտահայտությունը, քմծիծաղները, դահլիճում գտնվող այն մարդիկ, ովքեր աշխատում են ֆեդերացիայում, նրանց ռեպլիկները շատ անառողջ մթնոլորտ էր եւ դա անկեղծ իմ վրա շատ ազդեց։ Այդ քմծիծաղը, որը նրանք տալիս էին մեր վրա, իրականում ես զգացի այն խոսքերով լսեցի, որ մեր ֆեդերացիայի աշխատակիցները շատ ծանր են տարել եւ այլն, ես չզգացի այն ցավը, այո։ Տեսեք, ոնց կարող է մարդ ցավ զգալ, երբ ինքը այդ խաղին կամաթեակման նպաստել է, որ դիմացի թիմը հաղթանակ տանի։ Բոլորս հասկանում են, դուք շատ երկար տարիներ ֆուտբոլը լուսաբանում եք, գալիս եք խաղերի։ Գիտեք ինչ արժեք ունի երկրպագուն կամ ստադիոնի մթնոլորտը։ Վստահ եմ եղել եք Վրաստանի խաղին տնային, տեսել եք ինչ է կատարվում։ Հարց չեղավ ցավոք, բայց ես վստահ եմ, որ նա այդ հարցին էլ մի այնպիսի պատասխան կտա, որ երբեք չի եղել, որ լրացուցիչ 1000-ից ավել տոմս 10 ֆանատական սեկցիայում կարող են մարդիկ, այո, կարող են Սերժուկայից տոմսեր գնել, բայց դա առանձին թեմա է, դրան է կարող են անդրադառնալ, բայց դու մրցակցի ֆանատներին լրացուցիչ 1000 տոմս տալ, դա կատարել խայտարակություն է։ Դու կարող ես մենք տասնյակ խաղեր են գնացել արտագնա։ Ամենավատագույն պայմաններն են անում։ Դա նորմալ է, ֆուտբոլը մրցակցի ամեն հնարավոր ձևով պետք է ճնշես։ Ամեն ձևով վատ պայմաններ նրանց առաջարկես։ Նույն 2015 թվականին Պորտուգալիայի հետ երբ որ մենք խաղում էինք արտագնա խաղը երբ մենք գնացել ենք, այնտեղ մի սկանդալ էր եղել, ֆեդերացիայի աշխատակիցներն էին ասում։ Շատ վատ վիճակի խաղը դաշտ էին տրամադրել մեր թիմին, բայց գիտենք հստակ որ կար լավը, այսինքն նույնիսկ այդ գերհավաքականը, այսպես ինչ որ փոքր բաներով փորձում է ճնշել քեզ, որ մենք շատ հյուրընկալ ենք։ Մենք շատ հյուրընկալ ենք։ Ես մի քիչ վատ եմ արտահայտվել այդ մասով, այո, դու կարող ես հյուրընկալ լինել, հյուրընկալությունը լավ բան է։ Մենք լավ հարաբերությունների մեջ ենք մրցակից երկրպագուների հետ։ Մենք կարող ենք միասին, չգիտեմ, գարեջուր խմենք, միասին ֆուտբոլից խոսենք, մենք մեր հերթին հյուրընկալությունը ցույց տանք։ Եվ մենք ցույց տվեցինք այդ հյուրընկալությունը, որ բախում չեղավ։ Պատկերացնեք ֆանատական սեկցիայի հետևում անմիջապես նստած էր հարյուրավոր վրացի երկրպագուն, նրանք մեղավոր չէին, նրանք գնել էին տոմս ունեին, եկել էին, իրենց դրոշները թափարելով հանկարքում էին անում, երգեր էին երգում։ Ամբողջ ստադիոնով էին վրացիները, բոլոր սեկցիաներում։ Եթե մենք տվյալ պահին չնախաձեռնեինք միջոցներ անվտանգության մարմինների հետ
չկազմակերպենք միջոցներ, այնտեղ կարող էր բախումներ լինել, այսինքն բարձի թողի վիճակ էր։ Ինչու էին դա արել, որ տոմս վաճառեն, թե ուղղակի մոտ են ֆեդերացիայի հետ Վրաստանի եւ ձեր դեմեր ինչ որ կերպ միասին հայտ են ուզում ներկայացնել։ Նրանց համար դա երրորդական կարևորություն է, նրանք շատ ավելի կարևոր հարցեր ունեին, կարծում եմ, Որոնք էին դրանք։ Դե Վրաստանի իշխանություններին, տարբեր մարմիններին իդեալական տեղավորել որ ամեն ինչից գոհ լինեն, հա, որպես Դե հա կարծում եմ, որ Իսկ թվում է պատճառը գիտես ինչն է, նաև այդ համատեղ հայտն է ամեն ինչ անում, որովհետև ասուլիսին էլ տեսանք, թե որքան շատ մեծ նշանակություն ունի Մելիք-Բեկյանի ֆեդերացիայի համար, ու իրենք ամեն գնով ուզում են անցկացնել, եւ գուցե դա է պատճառը, որ ամեն կերպ գոհանում են վրացիներին։ Եվ նաև իհարկե նշանակություն ունի Մելիք-Բեկյանի գործկոմում հայտնվելը։ Այդ մասին անպայման Լևան Կոբյաշվիլին գործող UEFA-ի գործկոմի անդամ է։ Իհարկե նա կապեր ունի, նա հնարավորություններ ունի։ Մեր ֆեդերացիան բնականաբար կապ ունի նրա այդ X բաներ խնդրելով, քարոզար շավը անելով, կարող էր չէ պատասխան ինչ-որ խնդրանքով հանդես գալ Վրաստանի ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահ կարող էր մերժել Մելիք-Բեկյանը, եթե ասեր 1000 տոմս, 2000 տոմս, 3000, իրենց համար մի տոմսը ոսկու գին է, նրանք ֆուտբոլային ասենց երկիր են դառնում այդ ճանապարհին, մեջ են եւ այնտեղ հերրավոր գյուղում ապրող, ասենք, ընտանիքը եւ չգիտեմ, ցանկացած ոլորտի պաշտոնյան ֆուտբոլի մեջ երկրպագուներ են, ապրում են ֆուտբոլով։ Մոտավորապես դրա թույլ տեսակը մեր մոտ 2011 թվականն էր, որ բոլորը ապրում էին դրանով։ Հա, որ ոլորտից մարդ տեսներ, միայն ֆուտբոլից էին խոսում, այդ մի շրջանը։ Հիմա նրանց մոտ այդ շրջանը եւ լրացուցիչ այդքան տոմսը մեծ նշանակություն ունի նրանց համար եւ այդքան վրացիներ բերելով մենք նայեք որտեղից ուր հասանք, բայց իհարկե նպաստեց այդ ամեն ինչը պարտությանը մեր Բայց արի իրական պարտության բուն խաղադաշտում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ փորձենք հասկանալ եւ դու խոսեցինք, որ չզգացինք թե Մելիք-Բեկյանը իրական ինչպես է ցավ զգացել, ինչպես է տխրել այդ պարտությունից, դու ինչպես ես զգացել այդ խաղը ու ինչ էր զգում 3-0-ի 6-1-ի ժամանակ։ Շատ Մանավանդ կներեք Վրաստանին էլ անդրադառնանք, անկարգություններ եղան նաեւ այնտեղ։ Մենք շատ անգամ ենք խոսացել խաղից առաջ հարցազրույցներում, մեր հրապարակումներում եւ այլն, որ նման երկրորդ խաղ գոյություն չունի։ Մենք տեսեք 100-ից ավել ֆանակումբով հավաքականի տնային խաղի գնացել, աջակցել ենք մեր թիմին։ Բոլորի դեմ, բայց կան չէ խաղեր, որ նրանք մեր համար սկզբունքային են։ Եղել են հավաքականներ, որ ընթացքում են մեր համար սկզբունքային դարձել։ Օրինակ նույն Բոսնիայի հավաքականը 2009 թվականին, երբ որ շատ տենց խայտարակ պահվածք ցուցաբերեցին Բերեզովսկու գլխին պիտարդ նետեցին, ամբողջ խաղը շատ տենց վատ մթնոլորտում մեր համար կատարյալ սկզբունքային թիմ էր դարձել։ Եվ երբ մեկ անգամ եւս ընկանքներ ազդեմ 19 թվին էր կարծեմ այդ խաղը Արդեն ուրիշ ձև էիք երկրպագում։ Միանշանակ դա սկզբունքային էր։ Հիմա նույնը Վրաստանում էր։ Նույնը ավելի շատ։ Թուրքիան էր, որ սպասել էինք շատ երկար ժամանակ, մենք արշավ սկսեցինք կյանքի խաղ բոլոր տեղերով դրսում պաստառներ, ստիկերներ, հարցազրույցներում մեր համար այդ խաղը կյանքի խաղ նշանակություն էր։ Մենք երկար ենք խոսացել դրա շուրջ, երկար բացատրել ենք իմաստը։ Իսկ Վրաստանի խաղը, տեսեք ոնց որ հավասար երկրներ, մի տարածաշրջանում մենք գիտենք Վրաստանի հետ ամեն ինչում կարելի ասել մրցում ենք։ Դեռ Արարատ 73-ի ժամանակներից են։ Բայց բան ասեմ, նրանց ֆանակումբը Վրաստանի հավաքականի շատ ավելի ուշ է ստեղծվել։ Նրանք միշտ 2011 թվականին կարծում եմ, 4-5 տարի անց նրանք միշտ տենց իրենց ստեղծվել նոր փուլում միշտ համատականներ են տարել մեր մասին, տարածաշրջանի մասին, այո, դա եղել է ոչ մի չի տեսել այդ մասին։ Եվ մենք ռեալ դաշտում միասին
հանդիպելու ենք, մեր երկրներն են միասին հանդիպելու։ Միշտ այդ քննարկումը եղել է, մենք ենք ավելի ուժեղ, նրանք են ավելի ուժեղ եւ այդ խաղում հաղթելը մեր երկրպագուներիս համար մեծ նշանակություն ունեցող էր։ Բայց խայտարակ Սովորականից ձևով դուրս էլի, ասենք պարտվեցինք։ Մալթա կամ Հունգարիա չէր այդ խաղը։ Մրցաշարային աղյուսակի խաղ չէր։ Որոշիչ խաղեր ինչ որ առումով։ Եվ ջախջախի չէր պարտությունը, չգիտեմ, դա չէր, հասկանում եք, ստադիոնում մթնոլորտը, երբ որ քեզ գոլ են խփում, դու տեսնում ես քո անմիջապես ֆանատական սեկցիայում մետրի վրա ուրախանում են, դա այնպիսի զգացողություն է տալի, որ խի էլի խեն այս մարդիկ սենց արել։ Գիտես, նույնը մենք ենք զգում, անկեղծ ոչ մի տարբերություն, երբ որ մեր սեկցիայում էլ, մեր տեղերում, մեր կողքին նստում են վրացի լրագրողները կամ ցանկացած այլ երկրի ժամանակ, այդ նույն մրցակցությունն էլ մեր մեջ է տեղի ունենում, թե մենք ավելի զուսպ ենք բնականաբար աշխատանքի բերումով, բայց նույն այդ Վրաստանի այդ տնային խաղում ասեմ էլի Սերգեյ, դու ասացիր, որ այդ հայ-վրացական այդ մրցակցությունը միշտ որ մեր մեջ կա, համաձայն եմ դրա այդ միանշանակ։ Արդյոք այդ մրցակցությունը կար մեր ֆուտբոլիստների միջև, որովհետև չգիտեմ, ինձ մոտ տպավորություն է, որ մեր ֆուտբոլիստները տարբեր երկրներից ժամանած, նույնիսկ միգուցե սխալվում եմ, բայց չեն հասկանում ինչ բան է Հայաստան-Վրաստան մրցակցությունը, նույնիսկ ինչ է Հայաստան-Թուրքիա մրցակցությունը։ Արդյոք նրանք խաղադաշտ էին դուրս եկել, որ այո, սա երկու հարևանների պայքարը, մենք պետք է հաղթենք։ Կյանքի խաղներ սլոգանը կարծես գործեց եւ թե տանը թե դուրսը մեր տղերքը խաղացին կարծես ինչպես վերջի անգամ։ Նույնը չտեսանք իհարկե այս խաղին։ Վրաստանում չկար արդեն։ Վրաստանում տեսեք ինչի մասին է խոսքը, երբ մեկ օր առաջ խաղից մարզիչը հելնում հայտարարում է մի ֆուտբոլիստ վռնդված է հավաքականից։ Դա, ասենք, կատարյալ ծախողման մասին է միայն խոսում։ Դրանից հետո սպասել, որ թիմը կարող է լավ հանդես գալ, իհարկե, ասենք, ֆուտբոլիստները այդ Ռանոսի հետ մեր հավաքական տղաները ունեցել են հաջող հաղթական խաղեր, հա, երկար չի ճանապարհը իհարկե, բայց ունեցել են, գիտեն նրա տեսակը, որ համեստ տեսակ է եւ բարձի թողի վիճակի ընդհանուր առմամբ հավաքականում։ Դրանից խոսենք, էլի անընդհատ խոսում է, որ կան խմբավորումներ, մի ֆուտբոլիստներ միասին են, մեկը միասին։ Ճիշտ մասնավորապես կներես ռուսական։ Ես տենց եթերից տենց բաների մասին չեմ ուզենա խոսամ։ Չէ, բայց ամեն դեպքում սա երևում է նրանց ցուցադրած խաղի մեջ։ Կա իհարկե, մենք այդ ամեն ինչը կփորձենք հենց թմի հետ խոսալ, հասկանալ խնդիրները, փորձել կարգավորել։ Իսկ պլանավորվում է նման հանդիպում, ինչ որ քննարկում, երբ կլինի առաջիկայում, գուցե ընկերական հանդիպումներից առաջ եք նախատեսում։ Կարծում եմ դա փակ կլինի ամեն դեպքում։ Չգիտեմ, մենք այդ մասին հանրությանը կասենք թե չէ, բայց անպայման իհարկե պետք է մենք հասկանանք ինչ է կատարվում։ Ես ուզում եմ իմանալ, որ նախկինում ՖԱՖ-ը միշտ հանդիպումներ էր ունենում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, մրցանակներ էր հանձնում։ Հիմա լինում են հանդիպումներ, ինչ որ երկխոսություն կա ձեր մեջ, թե ոչ։ Եզակի, մենք իհարկե տղաների հետ խոսում ենք։ Այս կարծես հա տարբերություն կա, ինչ նախկինում էր, ինչ հիմա։ Իսկ պատճառը ի՞նչն է։ Դուք եք փոխվել ինչ որ վերաբերմունք է, թե ամեն տեղ է փակ։ Ես մի հատ կարևոր բան եմ էլի ուզում ասեմ, մենք արդեն շուրջ քանի ամիս, 5 երևի ամիս, 5 կամ 6 ամիս սկսել ենք Ֆեդերացիա ԽԳ-ի հրաժարականի process։ Ակցիաները ձեր։ Ակցիաները այս ընթացքում մենք ասել ենք, որ հավաքականը առաջնահերթ չէ մեր համար։ Մենք տեսեք առաջին անգամ շարժումը ունի հարյուրավոր անդամներ։ Հարյուրավոր անդամներով մենք խոսում ենք գլոբալ ֆուտբոլի խնդիրների մասին, տարատեսակ ամեն մի մարուկների մասին։ Հավաքականի խնդիրները այդ ամեն ինչի ոնց որ վերջի այդ կտորն է, վիշնյան է, բայց ուղղակի ամենաերևացող կտորն է։ Երևացողն է։ Մենք լինելով հավաքականի ակտիվ երկրպագուներ, կարծես թողել ենք հավաքականը, թողել ենք հավաքականի խնդիրները։ Կան ավելի մեծ խնդիրներ, որ բերում են դրան։ Այդ խնդիրների շուրջ ենք մենք փորձում հիմա ոչ միայն շարժման բոլոր անդամներով շփվել, այլ հանրությանը ներկայացնել եւ կարծես այո ժողովուրդը արդեն չի խոսում միայն հավաքականի խնդիրներից։ Դա
ընդունում եմ, մեր մեղքն էլ է կարող է եղել, երբ եղել է նման իրավիճակ մենք հավաքականի ֆեդերացիայի նախագահի հրաժարական ենք պահանջել, եղել է հավաքականի արդյունքներից, բայց ոչ պետք է լինի դա ֆեդերացիայի նախագահի խոստումները չիրականացնելուց, պետք է լինի ռազմավարության կետերը չիրականացնելուց, ծրագրերը ձախողելուց։ Այժմ այդ մեր սխալը ուղղում ենք։ Ռազմավարության հետ կապված մի բան ասուլիսի ժամանակ նշվեց, որ գրվում է նոր ռազմավարություն, որ ավելի լավն է լինելու, քան նախորդը, եւ քո հրապարակումներից մի հատված, որ նշել էր, որ Մելիքբեկյանը ունի լավ ծրագրեր, լավ գաղափարներ, որոնք կարող են էական առաջընթացի տանել հայկական ֆուտբոլը, որոնք նկատի ուներ եւ որ պայծ սկսած դրանք սկսեցին չգործել։ Տեսեք, Մելիքբեկյանի ծրագրերը իրականում լավն են։ Որոնք։ Հասկացամ, եւ մեր ֆուտբոլը կարող էին ոտքի կանգնեցնել։ Դա նրա նայեք հիմա որ ինքը այդ բառը պետք է նորից օգտագործում կռուտիտ, որ խոսում էր 300 դաշտի մասին, ասեց 130-ն է պատրաստվել, մենք հասկացել ենք, որ այդքան է հերիքա ուրիշ բան, ոչ, նա ուներ քարտեզ, այդ քարտեզի մասին շաբաթներով խոսում էր, մենք ունենալու ենք այդ ֆանտաստիկ քարտեզ, որտեղ հստակ սաղ տվյալներով, սաղ կետերով, որտեղ են դաշտերը սարքվելու 700 դաշտը սարքվելու։ Մի գիշերվա մեջ փոխվեց 700-ը 300-ի, այժմ սարքվել է 130, բայց էֆեկտը ֆուտբոլի զարգացման կլիներ այն պարագայում, երբ որ այդ ամբողջը սարքվեր, էֆեկտը այն պարագայում կլիներ, երբ որ ամեն մարզ իրենց խոստման հիման վրա կառուցվեր ֆուտբոլի դպրոց կամ ակադեմիա։ Կարող ենք ասել, որ ձախողել է ֆեդերացիան։ Միանշանակ ձախողել է, չկա ոչ մի բան։ Իսկ կա մի 130-ը դա ուղղակի հա ենթակառուցվածքներն են, բայց դրան նա ինչ էր ասում։ Ֆուտբոլի փոքր խաղադաշտը դա մանկապարտեզն է, մենք սխալ ենք անում, երեխային միանգամից տանում ենք համալսարան։ Ինչու չի արվում։ հատուկ Այս մարդիկ մեծ ծրագիր էին գրել, սիրուն խոստումներ տվեցին։ Ինչն է պատճառը, որ չի արվում։ Չեն ուզում անել, չեն կարողանում։ Մենք ով միշտ sense չենք եղել բողոքող, մենք այսպես ոնց որ ձեր հետ եմ զրուցում, շատ անգամներ ենք դրանց հետ զրուցել։ Խի ինչու չեք այս ծրագիրը իրականացնում, խի կենտրոնացել հավաքականի վրա։ Պատճառը ինչ են նշել։ Նայեք, մեծ համաստամ նույնը, ինչ հնչել է ասուլիսի։ Եվ ամենագլխավոր մեխը էլի, որ թե մեր անձնական զրույցների ժամանակ, թե ասուլիսի ժամանակ, նրանք այդպես էլ չեն ընդունում, որ սխալվել են, այս բանը ճիշտ չեղել, ձախողվել են։ Չգիտեմ ինչն է պատճառը։ Տղամարդկության հարց կար այդտեղ, ընդունեք, ասեք, հանրությունը կարող է ձեզ շանս տա, եկեք 0-ից, եկեք սխալների ուղումով 0-ից իրականացնենք։ Մենք ասում ենք, ուղիղ ասել ենք, եկեք դուրս գանք, դեռ դա 22 թվին, քայլենք փողոցով, առաջի պատած 10 հոգուց հարցնենք, եթե 3 հոգի կասեն գոհ են մեր ֆուտբոլի վիճակից, կասենք լավ, իհարկե չի գա, չեկավ։ Եվ նա, այսինքն մեր անձնական հանդիպումների ժամանակ չի ընդունել։ Գիտես, Սերգեյ, անհնար է ասում են արթնացնել մարդուն, որը ձևացնում է թե քնած է։ Հիմա անհնար է որևէ բան համոզել այս ֆեդերացիան, որ ինքը ձախողվել է, եթե իրենք դա չեն ընդունում փաստացի։ Ասուլիսն էլ դրա վառ ապացույցներ, ասես մենք ինչ որ մի երկրի ֆեդերացիայի նախագահի ասուլիսին ենք, որը ամեն առումով հաջողվում է, ուղղակի մի քիչ հավաքականն է վատ խաղում։ Եթե այսպես ամփոփելով խոսենք Սերգեյ, ֆուտբոլ ֆեդերացիայի նախագահն ասաց, որ բաց են երկխոսության առաջ եւ կարող են ձեզ հետ հանդիպել, խոսել։ Ձեր գործողությունները որոնք են լինելու, կգնաք ընթառաջ, թե նորից կշարունակեք նրա հրաժարականը պահանջել։ Ինչպես ասացի, կատարել հիասթափություն էր նրանց ասուլիսը։ Իհարկե ուրիշ բաներ հետապնդում։ Այս ամենից հետո նրանք մի հատ տես տղամարդավորի քայլ տենց պետքա փորձեին անեին, դուք եղել եք, տեսել եք ինչքան տենց իրենց կողքի մարդկանց են բերել այդ
ասուլիսին դուխավորվելու համար երևի բայց հարցն է, որ նրանք սպասված ոչ մի բան չասեցին։ Չերևաց նրանք, որ ունեն այդ զգացողությունը, որ ինչ-որ բան ձախողել են, չերևաց, որ ցավ են ապրում այս ամեն ինչի համար։ Մենք, ես իմ անունից կարող եմ ասել, ինչպես գիտեք, մենք 6 ֆան շարժում ենք, նույնիսկ մեր ֆան շարժման անունից չեմ կարող ասել, որովհետև կոլեկտիվ է որոշում ամեն ինչ։ Ես օրինակ նրանց հետ կհանդիպեի հանրային, նույնիսկ ուղիղ եթերով։ Նրանք ամեն մի կտորում փորձում են, չգիտեմ, լրագրողը հարց տվեց, նույն այդ քրեակ պայմանավորված խաղերի դեպքում ինչ որ կետ վեկա լավ ու գնաց եսիմ ինչ ուղղությամբ, բայց մերը չի կարող դա անել։ Մեր այդ ես կարծում եմ դա լավ տարբերակ է, բայց ընդհանուր գնալ դուք ներկայ եղեք ասելուսի, մենք գնալու ենք հանդիպման, նույն ինչ որ ասի, իմ ներվերը կները կարող է այդտեղ չհերիքի, ինչ որ ասել է, այո, գիտեք, այս սոցիալական հարցման բանով, մեր տոկոսներով, մեր նշмарել են, որ հաջողությունն է դեպի գնում։ Այսինքն դուք բաց եք ուղիղ եթերի ձևաչափով քննարկման ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես ինքս այո։ Կարծում եմ մեր տղերքը ֆան շարժումները եւս կարող են, եւս համաձայն կլինեն ֆան շարժումների ներկայացուցիչները ուղիղ եթեր, թող այդ թիմը նստենք խոսենք։ Երևի այդպես ավելի ճիշտ ու լավ էլ կլինի, քեզ այդ շատ երկար դեռ կարող ենք խոսել ֆուտբոլից, բայց այսքանը պետք է սահմանափակենք, այն հուսալով որ էլի կհանդիպենք։ Սիրով կգամ, մեկ անգամ եւս հաջողություն եմ ձեզ մաղթում։ Շնորհակալ եմ։ Դե ինչ ասենք, այսքանը հարգելի ֆուտբոլի ֆեդերացիա Ձեզ էլ կսպասենք։ Ձեզ էլ կսպասենք իհարկե եւ հանդիպեք իսկապես։ Դուք չունենաք կներեք։ Թող մենք հուսանք, որ երկու կողմերին այսպես ներկայացնենք, հանդիպեք լրագրողներին, երկրպագուներին, ընդհանրապես մարդկանց բաց եղեք, երկխոսեք եւ մի քմծիծաղեք։ Մենք ամենևին էլ ուղղորդված չենք եւ ուզում ենք, որ մեր հավաքական ու հայկական ֆուտբոլն ընդհանրապես զարգացում ապրի։ Իսկ դուք հետևեք մեզ բոլոր սոցկայքերում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, YouTube-ում, կարծես թե ոչինչ չմոռացա, հավանելու դեպքում դրեք այս նշանը եւ առհասարակ դիտեք մեր թողարկումները։ Կհանդիպենք մեկ շաբաթից։ Առայժմ